Կբարևենք ցեզի, ուրախ ենք, որ այսօր դարձած հետ պիտի լանք հայտնության քիրքով, մեզի համար շատ ուրախություն է ցեր հետ լալը, շատ ուրախություն է ասկիրկը սերդելը եւ յուրական ամեն մեկ գլուխ բացատրությունը դալը։ Բարև Պիտեր, Բարև ձեզ Կարին։ ինչպե՞ս Ինչպես ես։ ես լավ եմ եւ ուրախ եմ, որ կշարունակենք ընթացքը այսօր պիտի նորեն վայելենք Տերոջ ներկայությունը եւ մտնանք նորեն այդ քեղեցիկ սրբության սրբոցը, որ դերը մեզի նոր բաներ պիտի հայտնի։ Պատրաստ ենք։ Այո, պատրաստ ենք, բայց կտեսնամ, որ Դագավին ծմերվա բլուս ակածես։ Կանադա Ասեմ, Դագավին բաղ է օթը։ այստեղ սարուցյալ հիմա այնքան մայիս չեմ հիշել որ այսքան երկար եղած է որ ցուրտը լա բայց այդները գաջին գործեր այս բոլորի մեջ միան Լավ ես նշան է։ ես սարույց կդառնամ որ Այո, այո, շատ դարօրինակ օդ գներ։ Մոնտրեալ ավելի քիչ մտակ է ադիգա անհնարին է այդպես Չէ, լա բայց սիրտը շատ դակ է անոր համար է, որ ճակետ անեցի վրա ես։ Ասի գադագի պաժիններ, սիրելիներ, վիրանցնիկ 15-րդ գլուխին, Պիտեր 15-րդ գլուխին վերնակիրը գսե հրեշտակները վերջին հարվածներով։ Քիչ մը ասանք մտահոգեցուցիչ վերնակիր մնե։ Այո, եւ պիտի տեսնանք, որ բավական երթալեն ինչպես ասինք նախկին գլուխներում մեջ ցավալը աստծո համբերության եւ փարգության իր Թադաստանի գահասնի որ իր կակատնագետին խոսեցանք այդ կակատնագետի մասին 11-րդ գլխում մեջ այստեղ պիտի տեսնանք ավելի մանրամաս ցեվով որ ինչպես երկինքի հրեշտակները կպատրաստվին այդ Թադաստանը արձակելու երկրի վրա։ Եվ 10-րդ գլխում մեջ մենք տեսանք, որ Սատանան ինչպես վիշապը կփորձե Աստծո ժողովրդին քաշել իրեն ճաշտելու եւ իրեն հետևելու, եւ 14-րդ գլխում մեջ մենք տեսանք Քարնուգի ինչպես նաեւ ունի իր փանագը եւ իր ճաշտողները, այստեղ պիտի տեսնանք, որ անոնք որ ընդրեց այս երկու խումբերուն վիշապին ճաշտողներուն որ 666 թիվը ստացան եւ Քարնուգին ճաշտողները 14-րդ գլուխը 10-րդ գլուխը վիշապին ճաշտողներն էր 14-րդ գլուխը Քարնուգին ճաշտողները որ իր անունը ունեցան հիմա ինչ պիտի լա արդյունքը անոնց որ հավատարիմ մնացին եւ հնազանդեցան Քարնուգին ինչ պիտի լա իրենց եւ ինչ պիտի լա մյուս խումբին շատ հետաքրքիր պիտի լա այստեղ բայց պատկերով մեզի պիտի ներկայացվի այս խորհուրդները Okay, գարտանք 15-րդ Անմիջապես անցնենք 15-րդ գլուխը եւ ընթերցենք համարները խնդրեմ Եթե գրնաս քիչ մեծնել, այո անպայման այս երբեմն սկրինը այստեղ չեմ գիտեր վարյամը ինչու այսպես եղավ ինչու share չլար որ վարյամը ամեն բան պատրաստած էինք բայց it's okay, դա որ այսպես եղավ հա օքեյ ինչպես է լավ է հիմա Դագավին։ Դագավին օքեյ Այո, հիմա միայն քեզ կտեսնում։ նորեն գնենք հիմա ճիշտ գնենք Հիմա ընդարձակ ամենը մեծը գերեվագոր Միայն մի գուզենք գարտալ Հովանու 15-ը եւ ոչ տեսնալ մյուս սայգը։ այո օքեյ ադա շտկենք Ասում կալ բաժինեն Գիտես այս պրոգրամները կործածել երբեմն այնքան դարբեր պրոգրամներ կան հիմա կարծեմ շտկվեցավ չէ Դագավին։ Դագավին պիտի շտկվի ինչն է որ գերեվա իմացել Որի որ display settings-ը եթե գողես, ինչ այո որ ամեն անգամ գնենք, display settings Սևոմը չեմ գիտեր այո, որ եղավ։ հիմա ամեն սկրինը գերեվագոր մեկ սահի Okay good Հայտնություն Հովանու 15 հրեշտակները վերջին հարվածներով Ուրիշ մեծ ու զարմանալի նշան մտեսա երկնքի մեջ
7 հրեշտակներ, որոնք 7 վերջին հարվածները ունեին, որովհետև անոնցմով պիտի կատարվեր Աստծո փառքությունը։ Դեսա որպես թե ապագեղեն ձողը գրակով խառնված։ Անոնք որ հաղթեցին Կազանին ու անոր պատկերին եւ անոր անվան թիվին, ապագեղեն ձողուն վրա գայներ էին ու Աստծո քնարները ունեին։ Եվ Աստծո ծառային Մովսեսին երգը երգեին ու Քարնուգին երգը ըսելով. մեծ ու զարմանալի են քու գործերդ, ով Տեր Աստված ամենակալ, արդար ու ճշմարիտ են քու ճամփաներդ, ով թագավոր սուրբերու, Դեր, ով պիտի չվախնա քեզմե, ու քու անունդ չփառավորե, վասնզի տուն միայն սուրբ ես, քանզի բոլոր ասկերը պիտի կան ու քու արչիվդ երկրպագություն պիտի ենեն, վասնզի քու արդար դատաստաններդ հայտնվեցան։ Ասկե հետո տեսա, որ բացվեցավ վկայության խորանին տաճարը, որ երկինքներ, ու 7 հարվածներ ունեցող 7 հրեշտակները մաքուր ու պայծառ գդավ հագած եւ իրենց կուրսկերուն վրա ոսկեղեն կոդի կապած տաճարեն ելան։ 4 գենթանիներեն մեկը 7 հրեշտակներուն 7 ոսկեղեն սկավառակներ տվավ։ Հավիջանս հավիդենից կենթանի եղող Աստծո փառքությունով լեցուն։ Տաճարը Աստծո փառքեն ու անոր զորութենեն ձուխով լեցվեցավ, ու մեկը չէր գնար տաճարը մտնել, մինչև կատարվին 7 հրեշտակներուն 7 հարվածները։ Շատ լավ, ուրեմն ամիջապես անցնենք մեր նյութին։ Այս ընդհանուր պատկերը ինչպես պզդիկ ներածությունը դվինք, պիտի տեսնանք, որ կապված է նաև 15-րդ գլուխը 16-րդ գլխուն հետ։ 15-րդ գլխուն մեջը պիտի ներկայացվի, որ պատրաստությունները ինչ կլան, որ այդ ամաններուն մեջ, թասերուն մեջ, որ հրեշտակները պիտի բարվեն երկրի վրա Աստծո փառքությունը։ Այլևս ավարտը հասած է։ Ինչ որ խոսեցանք 11-րդ գլխուն մեջ, եւ ասենք, որ 7-րդ հրեշտակը փողը հնչեցուց եւ ասա, որ այս երկրի թագավորությունները եղան մեր Տերոջը եւ իր օձյալին, իր մեսիային թագավորությունը եւ այնտեղ ավարտին հասանք ցևոմը, այստեղ մանրամաս ցևով մեզ պիտի ցցնի, որ այդ ավարտը, որ վերջին փողը կհնչի, 7 հրեշտակները պատրաստված են այդ վերջին փողին բարբելու Աստծո փառքությունը երկրի վրա։ Թասերը այդ ամաններն են, որ ամեն այդ աղոթները, որ 6-րդ գլխուն մեջ եղավ եւ ամաններու 4-րդ գլխուն մեջ կամ 5-րդ գլխուն մեջ հիշեցինք, որ աղոթները կհավաքվեին բոլոր սուրբերուն ամաններուն մեջ, ի վերջո լեցվեցավ իր փառքությունը եւ պիտի բարբվի ժողովուրդներուն վրա։ 7 թիվը միշտ նորեն հիշենք, որ ամբողջության թիվն է։ 7 հրեշտակներ հավաքված են, 7 իր պատգամափերները պիտի արձակեն գադարյալ փառքություն երկրի վրա Աստծո գադարյալ թադաստանը գադարելու, արդար թադաստանը։ Սա այստեղ կտեսնանք ուրիշ նշան մգս է։ Առաջին նշանի մասին, որ խոսեցանք 12-րդ գլխուն մեջն, որ այնտեղ տեսանք գինը, որ 12 աստղեր ուներ իր գլխուն շուրջ եւ հագած էր արևը եւ ոտքին դագը ուներ լուսինը։ Հիմա ուրիշ նշանը կսկսի նորեն այդ ցևով ներկայացնել, որ կարևոր նշանն է, այսինքն նշան է, ինքը ունի իմաստներ, որ նշանը բարձրապես մեզի գուղ է այդ իմաստներում։ Ուրեմն նկարները կտեսնանք, պիտի ասենք ինչ է ասոր իմաստը։ Ոչ թե փարացի օրեն նորեն արնենք, որ երկինքը 7 հրեշտակներ գայներ են եւ ասանք ամաններ փռներ են եւ երկրի վրա ամաններ պիտի բարբեն եւ բաներ պիտի իջնան։ Միտքը այս է, որ քարնուկն է, որ գետրոնն է այդ բոլոր 4-րդ 5-րդ գլխուն մեջը, որ խոսեցանք, ինքն է, որ հրամանները գարցակել։ Քարնուկն է, որ թադաստանը գնել։ Քարնուկն է, որ այդ 4 էակներուն հրաման տվավ, որ այդ 4 ցիերը արձակվի։ Քարնուկն է, որ 4 փողերը կամ 7 փողերը հնչել տվավ։ Քարնուկն է հիմա, որ գհրճագե այս 7 հրեշտակները, որ այս
փառքությունները թափվին երկրի վրա։ Քարնուղն ալսինք, որ Քրիստոս է, Հիսուս է։ Այդ քարն Աստծո, որ 7 եղջյուրներ ունի, որ ամենահզոր քարնուղն է, 7 աչքեր ունի, ամենադես է եւ խոցված քարնուղն է, որով ինքն էր, որ Հովանես Մգրտիչը ասավ, ահա քարն Աստծո, որ աշխարհի մեղքերը կքավե։ Այդ Հովանու ավետարանին առաջին գլխու 29 եւ 36 համարներու մեջ։ Այս բոլորը պատկերներ են, որ մեզի հասկացնեն, որ քարնուղը իրական քարնուղը չէ, որ երկինքեն գհրճագե, որ այս 7 հրեշտակներուն, այլ Քրիստոս ինքն է, հարուցյալ Քրիստոսն է, որ հարություն արած էր, համբարձավ եւ Աստծո աջ կողմը, այսինքն աթորին քահին վրա նստած է եւ գիշխեգոր երկինքեն, եւ ինչ որ երկինքեն գիշխեգոր եւ մենք կհրճագենք երկրի վրա, կսկսի կատարվել երկրի վրա նաեւ։ Գապ մգա այս բոլորին, ինչ որ երկինքի մեջը Աստված վերին բաները մեզի կհայտնե, նաեւ մենք ունենք այդ միջոցը հրճագելու երկրի վրա, պատմելով, խոսելով եւ դերեկացնելով մարդկանց, որ ինչ նպատակով այս բոլորը մենք կպատմենք կամ կներկայացնենք կամ կքարոզենք, սորվեցնենք, որ մարդիկ ապաշխարեն։ Թեր ժամանակ կա ապաշխարելու։ Թեր ժամանակը գա, որով թեր ավարտը չէ հասած, այսինքն երկրի վրա, բայց այս ընթացները մենք որ սկսին, այնքան շուտ պիտի լինեն, որ մարդիկ արիք չպիտի ունենան։ Մարդիկ չեն գնալ ասել, որ Աստված չզգուշացուց մեզ, այլ հիմա լսելով ինչ պիտի կատարվի, ժամանակը եկած է, որ լսենք, ապաշխարենք, լուրջի առնենք, որ այդ փառքությունները մեր վրա չհասնի, որով ինչ որ Աստված խոստացած է այս փառքությունները, որ երկրի վրա պիտի կա, սուրբերուն վրա քալու չէ, որով այստեղ եւ որ կարդանք նորեն երկրորդ համարը կտեսնանք, որ այնտեղ գսե, որ այս փառքությունները պատրաստված են անոնց, որ վիշապին հրամե, անոնք որ հաղթեցին Կազանին, անոնք որ հաղթեցին Կազանին, իրենց վրա այս փառքությունը քալու չէ, իրենք կանգնած են, ով են իրենք սուրբերը, մենք ենք, թուն եւ ես, թե երկրի վրա, թե երկինքի մեջ, ուր կանգնած ենք, այդ ապագերեն զովը, որ ներկայացված էր 4-5-րդ գլխու մեջ, այդ ապագերեն զովը փոփոխված է գրագով նաեւ։ Եվ մենք խոսեցանք այդ գրագի մասին 14-րդ գլխու մեջ, որ ասենք, որ այդ ապագերեն զովին վրա գրագը գա եւ սուրբերը կանգնած են այնտեղ, բայց չեն սպարվիր, չեն մաշիր։ Բայց այդ գրագին մեջը ընկած կան անոնք, որ վիշապին թիվը ընդունած էին, այսինքն վիշապին եւ սատանային կպաշտեին, որ 10-րդ գլխու մեջ հիշված այդ երկու կազանները, որ գարաշնորթեին, որ փնակչությունը երկրի, որ կազանին պաշտեն, անոնք այստեղ, անոնց վրա Աստծո փառքությունը պիտի կա։ Եվ այստեղ շատ հետաքրքիր է, որ այս համարի մեջ, երկրորդ համարի մեջ, այստեղ գսե անոնք, որ կանգնած էին եւ վիշապին թիվը չէին վերցուցած, 6-6 թիվը, 6-6 թիվը, որ 10-րդ գլխու մեջը հիշված էր, կանգնած են գրագին վրա, բայց չեն աստվիր, որ գրագեն, չեն սպարվիր, որ։ Այս մեր միտքը ինչ պատմություն կբերե, Կարին քույր։ Բայց ես աստեղը քիչիկ մը շփոթեցա, որովհետև սկիզբի գլուխներ երբ որ կսերդեինք մի քանի ամիս առաջ, եւ օրինակը բերինք COVID-ի ժանդախտի ժամանակ եւ հիշեցինք, որ նույնիսկ հավատացյալներ ժանդախտեն մահացան։ Եվ հոս երկրորդ գլուխին մեջ գրված է, որ անոնք որ հաղթեցին Կազանին ու անոր բատկերին, այսինքն ասիգա ուրիշ տեսակ հաղթություն մնե, որ հավատացյալը պիտի անցնե։ Շատ լավ, շատ դեղին հարցում է։ Ուրեմն այս որ գահախտեն ասել ուզե որ չեն ենթարկվիր վիշապին եւ այդ կազաններուն միջոցով այդ խումբին պատկանիր, որ վիշապին մշակույթին եւ
ծրագիրներուն կհետևին։ Այդ ցևով հաղթած են, որ մերժած են այդ բոլորը։ Հիմա օրինակը բերենք նորեն հին ուխտեն Դանիելի գիրքը 3-րդ գլուխը։ Այնտեղ Նաբուկոդոնոսոր թագավոր արձան մշնած էր, որ 66 կանգուն պիտի լար, մենք խոսած ենք անոր մասին 10-րդ գլուխի օրերին հայտության գիրքին, այդ 666-ին թիվին խորհուրդը այնտեղ երբ որ երաժշտությունը նվագեր, ժողովուրդը ինչ պիտի ներ, որ Բաբելոնի բնակչությունը պիտի խոնարհվեր արձանին առջև, պաշտեր եւ երկրպագություն պիտի ներ Նաբուկոդոնոսորի այդ 66 կանգուն ոսկեես շնված արձանին։ Անոնք որ չէին աներ, բադիչ պիտի գրեին։ Եվ անոնց մե եղան Սեդրակ, Միսակ, Աբեդնագով եւ Դանիելը։ Եվ անոր համեմատ բադիչ դվավ Նաբուկոդոնոսոր թագավոր իրենց, եւ եթե գիշես պատմությունը 3-րդ գլխի մեջ իշենք նորեն, վերակալ մնենք, եւ որ չի ենթարկվեցան, ասին որ ով Նաբուկոդոնոսոր թագավոր, դու ինչ կուզես բադիժերը մեզի, մենք չի պիտի ենթարկվենք քեզի, ոչա պիտի բաշտենք, ոչա պիտի երկրպագենք կամ զուգ չոքենք եւ որ երաժիշտները նվագեն այդ արձանին առջև։ Եվ մեր ասվածը մեզի այդ փրկե այդ վիճակեն կամ ինչ որ բադիժ գուդաս կամ չներ նորեն ինչ ալալան է արդյունքը մենք չի պիտի երկրպագենք։ Եվ Նաբուկոդոնոսոր թագավոր որոշեց, որ իրենց գրագի մեջ հնոցի մեջ նետե եւ այնտեղ սպարվին այրվին։ Բադիժ, որ չի ենթարկվեցան իր գամքին, իր օրենքին։ Եվ որ նետեց իրենց այդ գրագի մեջ, իրենք չսպարվեցան։ Եվ այնքան փարգացավ, որովհետև որ նայեցավ այդ գրագի մեջ, որ 4-րդ անց մնագար իրենց հետ, որ չսեր այնտեղ որ դերոջը դերն է, բայց շատեր կմեկնաբանեն իբրև դերոջը հրեշտակը կամ դերը չէին սպարվեր, ինքը հրաման տվավ իրեն ծառաներուն, որ 7-նաբադիկ անգամ այդ գրագը ավելիով դակացնեն, որ սպարվին այս 3 անձերը։ Հիմա 7-նաբադիկ եւ որս է 7 թիվը ամբողջության թիվն է նորեն։ Ես չեմ կարծել որ ասան չերմաստիճան մարին եւ չերմաչափով չափեցին արդյոք հիմա 2 անգամ դակացավ, 3 անգամ դակացավ, 4 անգամ։ Միտքը այն է որ գադարյալ օրեն փորփոքեցին որ այստեղ մարդ չկարողանա մարդկային օրեն ապրի այդ գրագի մեջ։ Եվ 7-նաբադիկ դակցնելով, այսինքն գադարյալ դակցները վերջը նորեն չսպարվեցան նույնիսկ մազերեն կամ հակուսներով վրա ձուխի հոտ չելավ գսե եւ որ իրենց այդ անձերը որ իրենց դակցուցին այդ գրագի իրենք սպարվեցան այդ գրագի մեջ բայց Սեդրակ Միսակ Աբեդնագով փամը չեղավ իրենց անոնք որ գուզեն այդ ընթերցել այդ պատմությունը Դանիելի գիրքին 3-րդ գլխուն 3-րդ գլուխի եթե ընթերցեն այնտեղ կտեսնան պատմությունը իր ամբողջությունով եւ հիմա քո արցումդ որ ըրիր համարները եթե պետք է դամ ուրեմն 3-րդ գլխուն 8 համարեն մինչեւ վերջ 30 համարները այնտեղն է այդ պատմությունը Այսինքն աստեղ ինչ որ Սեդրակ Միսակ Աբեդնագով գրագե հնոցին մեջ մդան եւ իրենց մամը չի պատահեցավ սո հավատացյալը կալիք ժամանակներուն մեջ ինքնալ գրագե ինչ կսե խոսքը կսե հաղթեցին կազանին գրագով խառնված աբագեղեն ծովու մեջն են ուրեմն հավատացյալին ալ չարչարանքը շատ պիտի ալա հավատացյալն Սեդրակ Միսակ Աբեդնագովին պես գրագե հնոցին մեջ պիտի ալա Այո, ուրեմն հավատացյալը գրագի այդ հնոցին կուգին փասադրությունով է դաշշ Այո, ասեմ ինձ մեզի դերը չի խոսանալու որ ֆիզիկապես պիտի փրկվենք այս դժվարություններում մեջ որ կլան այս երկրի վրա մեզի դերը կխոստանա որ մեր հոգիները պիտի փրկվեն եւ այս անգամ Բաբելոնը սված քաղաքի մեջ չէ որ պիտի լա միայն այս տարաբանքները
այլ համայն աշխարհի մեջ ընդլայնցված է այս դարաբանքները։ Ուրեմն այս դարաբանքները, որ գարցակվին որ երկինք են, կթափվին որ երկրի վրա, բայց այդ եւ որ Եգիպտոսի մեջ էին եւ այդ 10 հարվածները որ եկան Մովսեսի միջոցով Եգիպտոսի ժողովրդի վրա, իր ժողովուրդը ցևով մը գբահվեր գոր, ինչպես Դանիելի քիթքի մեջ այս 3 անձերը գբահվեին գոր։ Անպայման մեզ համար ֆիզիկական բահելու մասին չէ։ Դարաբանքներում մեջ են մենք պիտի անցնենք, անպայման։ Բայց սատանային փառությունը եւ դերոջը փառությունը մեր վրա աստեցություն չպիտի ունենա այն առումով, որ մեր հոգիները գնկված են, փրկված են եւ վերջ, ինչ որ լա երկրի վրա, որքան որ դարաբանքներ կան, յոտնաբադիկ ինչպես Նապոկոդոնոսոր թագավորը յոտնաբադիկ անգամ ավելցուց այդ դարաբանքները, մենք պիտի տեսնանք, որ 16-րդ քուքուն մեջ 7 այս հրեշտակները պիտի սկսին թափել իրենց այդ ամաններու մեջի փառգությունները, բայց սուրբերուն վրա չէ որ գթափվի որ այս փառգությունը։ Այս փառգությունը գթափվի որ այն ժողովրդին, որ չընդունեցին քարնուկին եւ վիշապին թիվը, այսինքն վիշապին ենթարկվեցան։ Հիմա մենք անոր համար այդ գրագը մեր շուրջ գրնալը, որ մենք տեսնանք այս բոլոր բաները, բայց մեզի չաստ էր որ ծևով միից ծևով հրաշալի օրեն, մենք գրագին վրա գանքներ ենք, լարերով ինչ կնենք որ, գերքենք որ Մովսեսի երգը եւ քարնուկին երգը գսենք, կպաշտենք որ դերը 5 դագարանի այդ հաղթանակը մեր միտքը կբերե որ Ելից քիրքին մեջ 14-15-րդ քուխուն մեջը այնտեղ հիշված էր, երբ որ իրենք Եգիպտոսեն դուրս ելան հրյաները, քերիության մեջ էին 400 տարիներեն ավելի, եւ որ դուրս ելան Կարմիր ծովը անցան, հաղթանակի երգ երգեցին։ Մովսեսը 15-րդ քուխուն մեջը երգ մկրեց եւ Մարիամն այնտեղ բարեց գսեն իր քույրիկը։ Այո։ Արեցին, քեյֆերին, հաղթանակի երկեր գերքեն որ, դերը գբաշտեն որ, Փարավոնին բոլոր զորքերը գործամբեցան այդ Կարմիր ծովի մեջ։ Կարմիր ծովը դարձավ իրենց արյունով լեցված ավարդը։ Հիմա այնտեղ հաղթանակ տարին, Մովսեսի երկը գիշա այդ հաղթանակը, շատ երկար է, թե ոչ մենք կրնանք ընթերցել, բայց կքաչալերեմ, որ ընկընտրողները երթան եւ գարտան 15-րդ քուլքուն մեջ Մովսեսի երգը գա եւ երկրորդ բան Ելից քիրքի 15-րդ քուլուխը եւ երկրորդ օրինաց 32-րդ քուլուխի մեջը Մովսեսի երգը հիշված է։ Հիմա այդ 5 դագարանի հաղթանակը հիշվի որով Մովսես էր 5 դագարանի փրկիչը Իսրայելի ժողովրդին փրկվելու Եգիպտոսի այդ ժանդախներեն եւ այդ փարավոնի քերիությունեն։ Նոր ուխտի լույսի տակ Հիսուսը քարնուկն է մեր փրկիչը եւ քարնուկը մեզի կփրկե որ բոլոր աշխարհի վրա քալիք այս սատանային փարգությունը որ պիտի աստե սուրբերուն ինչպես Նապոկոդոնոսորի գրագը ծևովը գրագին մեջն էին ցետրակ միսագապետնակով բայց ծևովը մեջն էին բայց ծևովը չաստվեցան չէ այս միտքն է ծևովը մենք մեր ֆիզիկական մարմինները գլա դարաբանքների նույնիսկ ենթարկվենք մարտիրոսության բայց մեր հոգիները գնկված են չի պիտի մեր հոգին ոչ մեկը մեզի խլե աստծո եւ քարնուկին աչ ցերքին ամուր մեզի բահված են մենք չի պիտի գործանենք անոնք որ Քրիստոսի վստահեցան պիտի հոգիները չի պիտի գործանվին բայց մարմինները դարաբանքները պիտի ենթարկվին շատեր մարտիրոսվին եւ ասիկա ցանկի ընթացք մնե եւ ասիկա ոչ թե միան վերջին օրերը երբ որ Քրիստոս կա միայն այլ բոլոր թարերում մեջ կգադարվի որ ասիկա որով առաջին թարեն մարտիրոսությունները սկսան եւ ամեն թարերում մեջ քրիստոնյա մարտիրոսներ կա եւ պիտի լան եւ ծավալը պիտի շատ բայց մենք չի պիտի վախնանք ասկե որով մեզի համար
մահը նույնիսկ մեկ ակնթարթի մեջ նոր մարմիններ պիտի ստանանք։ Նոր մեկ վարյանվա մեջ գրնալալ մեր աչքը այստեղ կոծեք, մյուս վարյանը արդեն հարուցյալ մարմինը այս երկնային սուրբերուն հետ ինչ որ հոս կնենք որ բաշտելով, երկրբակելով դերոջը երկրի վրա, պիտի շարունակվի մեզի համար հավիտենականության մեջ, չի պիտի իսկանք։ Մահվան շոքի ծորի մեջ են գասնիկ, ամեն, չի պիտի իսկանք, մահվան խայթոցը վերցված է, որ ինչն է մեղ կնեգս է։ Խայթոցը շուքի մեզ պիտի լա մահը։ Մեր այստեղը ագնթարթը աչքը կոծելը, ագնթարթի մեջ արդեն նոր երկինք, նոր երկիր, նոր մարմին շարունակությունը պիտի լա, որ մենք չի պիտի իսկանք։ Պիտի հասկանանք, բայց մենք ասպաները լսած էինք, սորված էինք։ Անշուշտ է, որով երկինքի մեջի սուրբերը գերքեն, որ հաղթանակները երկինքի մեջի սուրբերը նաև մեր հետը գաղութեն, որ մինչև երբ դեր այս բաները պիտի կատարվին երկրի վրա, չէ՞, 6-րդ գլխի մեջ խոսեցանք անոր մասին 9, 10, 11 համարներում մեջ, որով իրենք այս աղոթներում մեջ դերոջը արչև քարնուգին կներկայացնեն, որ մենք կմիանանք որ այդ աղոթներում։ Երկինք եւ երկիր միացած են սուրբերուն համար, անոնք որ ննչած են դերոջմով եւ անոնք որ երկրի վրա են, անոնք որ ննչած են, իրենք կսե մարմնեն հերու Աստծո մոտ, ուրեմն իրենց համար մեկ ակնթարթի պես է այստեղի մահը եւ աչքը փանալը այդ կողմ։ Ժամանակը գոյություն չունի իրենց համար։ Ոգիները դերոջ ներկայության մեջ են։ Ամեն, շալա։ Okay, so ուրեմն այս Մովսեսի երգը խոսեցանք քիչ բանոր մասին, Քարնուգին երգը մենք դեսանք քանի անգամ այս Քարնուգին երգի մասին նոր երգը որ երգին գոր խոսեցանք անոր մասին բավական անոնցմե մեկը որ նշեցինք, ուզեմ նորեն բզդիկ կարճ վերակալ մնել, հիշելով որ ուր հիշված էին այդ նոր երկին խոսքերը։ Ուրեմն եթե գիշենք հայտնության 7-րդ գլխուն 9 համարը մինչև 12 համարը այնտեղ շատ ազգեր գերքեին որ երկը նաև 4-րդ գլխուն մեջ գներեք 5-րդ գլխուն մեջ 9 եւ 10 համարներում մեջը այնտեղ երկը գընթերցվեր որ այդ երկերը որ երկեին որ սուրբերը եւ այս երկը նորեն շարունակություն մնե այդ պաշտամունքին որ երկինքի մեջ կգադարի որ բայց մենք ալ երկրի վրա նաև կմասնակցենք որ այդ երկինքի պաշտամունքին եւ անորոշ գուզեմ երկը մի հատ լսենք ինչ որ մենք շատ աջախ կերքենք եւ կրնալա չենք նշмарած բայց հայտնության քիրքին այս համարներն արդված է որուն երկին բեռնակիրը գսե ինչ մեծ ու հրաշալի են ու կորձերը դեր արդար լսենք հիմա ուզեմ այդ երկը տնենք մեկ հատ լսենք եւ վերջը շարունակենք մեր ընթերցումը ուրեմն այդ երկին բարերը այստեղ հիշված են եւ գտեսնանք էկրանը չէ այո բայց մինակ թե տեսնանք ամբողջությամբ
Ուրեմն Գարին քույր այստեղ մենք գրնանք շարունակել մեր ընթերցումը այստեղ։ Ուրեմն մենք տեսանք, որ այս երգերը մենք արդեն երկրի վրա երգենք որ։ Ուրեմն միայն երկինքի մեջ չէ որ այս երգերը խորանին շուրջը, որով գսե չէ, ապագեղեն զովը, որ փորփոքված էր գրագով 4-րդ 5-րդ գլխում մեջ մենք տեսանք որ այնտեղ սուրբերը երգեն որ ով են այդ սուրբերը անոնք որ մեզ մը առաջ ննչած են բայց մենք այդ վերին երգչախումբի հետ միացած ենք երկրի վրա եւ որ մենք երկրի վրա երգենք այս երգերը մենք գաղութենք չէ որ թակավորություն կա երկրի վրա ինչպես երկինքը մենք կմիանանք երկինքի սուրբերուն հետ երկինքի սուրբերը մեր հետ որով ողջ են իրենք եւ երկրի վրա կգադարվի ինչ որ երկինքը կգադարվի պաշտամունք ինչ որ Սեդրակ Միսակ Աբեդնագով իրենք կպաշտեին որ դերը որոշեցին որ չպաշտեն արցանին մերժեցին Նաբուկոդոնոսորի իր հրահանգը մենք անույնը գնենք որ հիմա մենք որոշած ենք որ քարնուգին պիտի պաշտենք քիշեր ցորեք մեր միտքը մեր սիրտը կապված է իրեն հետ մենք իրեն պաշտելով հիմա դերը ինքը պիտի պայքարի մեր համար եւ ինքը քարնուգը պիտի ուղարկի 7 այդ հրեշտակներ որ 16-րդ գլուխի որ սերդենք պիտի տեսնանք ինչպես ինքը պիտի իր փառությունը թափե ամենուն վրա բայց մենք պաշտպանված ենք մեր հոգիները անոնցը ոչ իրենց համար այդ զուզումբի գրագի լիջի մեջը որ կտեսնանք որ մենք վրան գանքներ ենք եւ մեզ համար այդ գրագը կփորփոքե որ ավելի սեր ավելի սրբակորձություն մաքրություն այդ նույն գրագը պիտի դառնա իրենց համար թժող մենք խոսեցանք այսօր մասին 14-րդ գլխում մեջ անոնք որ գուզեն լսել թող երթան ետնային այդ վիդեոին որով այնտեղ կտեսնան որ իրենք կտեսնան որ մենք կվայելենք որ դերը իրենք դերոջը ներկայության մեջ են որով գսե քարնուգին եւ հրեշտակին ներկայության մեջ իրենք պիտի վարվին այդ նույն գրագի մեջ ինչ որ Նաբուկոդոնոսոր թագավորի ժամանակ եկան անոնք որ վարել ուզեցին եւ սպանել ուզեցին Սեդրակ Միսակ Աբեդնագովին իրենք այդ նույն գրագի մեջ իրենք վարվեցան բայց Սեդրակ Միսակ Աբեդնագով գսե նույնիսկ ազուխի հոդը չելավ իրենց մազերեն իրենց հակոստեն վրա պաշտպանված են մենք պաշտպանված ենք ուրեմն մեր կորզի ինչ է երկրը դերը պաշտեն գենթանի զոհ դառնալ իրեն համար գենթանի զոհ պայման չէ որ մենք մարտիրոսվենք ասված գիտե ինչ ով ինչ պիտի լա բայց մեր կորզը արդեն մենք մարտիրոսված ենք ինչս էլ է վգաները լալը Քրիստոսի վգապարը մարտիրոս փարն է հունարենով որ վգայելով դերոջը արդեն մենք մերած ենք մեր եսին մեր անձին մեր ծրագիրներում մենք կապրինք որ դերոջ համար գենթանի զոհ իրեն կպաշտենք որ քիշեր ցորեք մնացածը դերը գնեն ճիշտ նույնիսկ որ եղավ Հովսափատ թագավորի ժամանակ որ խոսած էինք անցյալին 4-րդ եւ 5-րդ գլխի որ սերտեցինք անոնք որ գուզեն թող երթան այդ վիդեոները դիտեն ետ երթան որ կան մեր Facebook-ի կայքեչի վրա ուրեմն այնտեղ ինչ պիտի ներդերը Հովսափատի թագավորի ժամանակ ասավ եւ որ թշնամին ամեն կողմեն կհարցակեր դերեսա որ այս պատերազմը կու պատերազմը չէ դու միայն փանագդար պաշտոնները բարձր ցայնով քացիկ ուր որ թշնամին է եւ այնտեղ ինձի պաշտեցեք ես թարանակալներ պիտի անեմ ես պիտի գործանեմ թշնամին այն նույն տարածքը որտեղ թշնամին իրենց պիտի գործաներ եղավ այդ տարածքը որտեղ իրենք թշնամին գործանվեցան այս է միտքը մեզի համար ինչքանի որ հիշեցիր Հովսափատինը մեզի համար չմոռնանք աս կարևոր օրինակը որ երբ որ բادرազմի մեջ ենք հոգևոր բادرազմի մեջ ենք երբ որ ամիջապես թեմ գտնենք Աստծո խոսքով եւ դերը կփարապանենք եւ մեր գեցվածքը հաստատ վճռական կլա այն ժամանակ մենք ալ կհաղթենք ամեն նայեք նորեն այս միտքը հիշենք որ այս ուր որ այս գրագի վրա մենք կանգնել ենք լարերով կպաշտենք կորդերը ինչպես երկինքի մեջ այս Մովսեսի երկը այսինքն 5 գդագարանի հաղթանակ տանողները եւ նոր գդագարանի 5 գդագարանի Մովսեսի այդ փրկիչ 5 գդագարանի միտքով քարնուգին ալ փոլոր համայն
քրիստոնյաներուն համար ամեն ցեղել լեզուի ազգի ժողովուրդ է, որ աշխարհի ամեն կողմին կփրկվի, որ իրեն հավատալով, իրեն վստահելով, իբրև ոչ միայն փրկիչ այլ Տեր եւ իրեն ենթարկվելով բոլոր իր բادرանները կատարելով պաշտպանված, մենք կուզենք տեսնել, որ այս բոլորը երկրոցին մեջ շատ հետաքրքիր համար մգա, որ այս միտքը գամփոփե այնտեղ եթե 8-րդ գլուխը փանանք եւ բեհատ ընթերցենք այդ համարները, որ 6-րդ եւ 7-րդ համարները, որ այնտեղ որոշած էին Գարտամ այո խնդրեմ դիսկու սրդիտ վրա գնիքի պես կուպազուգիտ վրա գնիքի պես տիր վասնզի սերը մահվան պես զորավոր ու նախանցը քերեզմանի պես խիստ է անոր գայձերը սաստիկ փոցավար գրագի գայձեր են շատ ճուրերը չեն գրնար սերը մարել ու քեդերը զանիկա չեն գրնար ընկղմել լավ վարյամ այո շանագի գնել Եթե մարդը սիրո փոխարեն իր դանը բոլոր ստացված կդա, զանիգա բոլորովին գանարկեն։ այո հիմա ասում մասին խոգանք մի քանի վարյամ նայեք որ երկրոցը բատկերմն է հարսին Սուլամիդը եւ Սողոմոնը որ թագավորն էր Իսրայելի այդ ժամանակ սիրո երկխոսություն մն բոլոր քիրքը եւ միտքը հետեւյալն է սիրահարված է Սողոմոնը Սուլամիդի հետ Սուլամիդը իրեն հետ ինքը Սողոմոնին կբաշտե գսիրե որ Սողոմոնը կբادرազմի որ Սողոմոնը գնեգոր ամեն կորձերը եւ ասիկա պատկեր մնե 5 դագարանի Աստծո որ Իսրայելը խորհրդանշե Սուլամիդը խաղաղության իշխանուհին եւ խաղաղության իշխանը որ Սողոմոնն էր խորհրդանշեր Աստված Յահվե Աստվածը նոր գդագարանի միտքով եկեղեցին որ հարսն է եւ քարնուգը որ փեսան է եւ այստեղ այս երկին վերջը այս միտքը Սուլամիդը գարդահայտե գորսելով որ ես քեզի իմ սրտից վրա գնիքի վրա բես թրի եւ իմ ցերքիս վրա քեզի գնքած եմ եւ սիրո մեջ ես քեզմով դարված եմ քեզի կսիրեմ այս է միտքը բայց ինչ կսե որ գրագը չի կրնար մարել նույնիսկ այս ուժեղ գրագը իմ այս սերս կոհանտեփ իմ գրագի նման է կսե որ եւ կսե որ շատ ճուրեր չեն գրնար այս գրագը մարել հիմա այստեղ ինչ կտեսնանք որ մենք կտեսնանք որ սուրբերը ապագեղեն ծովի վրա գանքներ Երկրորդ համարը այդ գրագը որ գա Աստված գրագ է մաշող գրագ է գսե չէ նաեւ Աստված սեր է այդ գրագը փորփոքված մեզի գմակրե գոր գսրփե գոր Աստուծո Քրիստոսի քարնուկին այդ սիրո մեջ մենք ավելի կփոցավարվենք որ մեր գրագով այդ ճուրերը ապագեղեն զովը որ կա չի մարեր որ այդ գրագը մենք այդ գրագի մեջ սիրո հարաբերության մեջ ենք մաշող գրագի Աստծո հետ բայց մենք չենք սպարվի որ չենք մաշի որ այլ ավելի կփորփոքի որ մեր սերը իր հանդեպ պաշտելու իրեն Դու ինչպես գաբեցիր ասիկա Մարիամը այդ նույն գրագը որ Պիտի կարդամ հիմա փափակիմ կարդաս հայտնության 14-րդ գլուխը որ կարդացինք եւ սերլեցինք նորեն պիտի հիշեցնեմ այդ 14-րդ գլխուն մեջ նայե եւ որ գսե 9 համարը եւ 10-ը եւ 10-ը մինչեւ 11 համարը Անոնց հետևեն երրորդ հրեշտակ մնալ եկավ ու մեծ ցայնով մը ըսավ ով որ քազանին ու անոր բադգերին երգրբակություն ընե եւ թրոշմը իր ջագադին վրա կամ իր ցերքին վրա ընդունի անիգա աստծո սրբմդուճան քինիեն պիտի խմե որ անխար լեսված է անոր բարգուճանը կավատին մեջ եւ գրագով ու ծծումփով պիտի դանչվի սուրբ հրեշտակներուն արչեւ ու քարնուգին արչեւ Անոնց դանչանքին ծուխը պիտի ելե հավիդյանս հավիդենից եւ ցորեկ ու քիշեր հանգստություն պիտի ճունենան անոնք որ քազանին ու անոր բադգերին երգրբակություն գնեն եւ անոր անվանը թրոշմը գտնունին Հոսե սուրբ այ Ուրեմն մենք կտեսնանք որ նույն քարնուկին
Եվ հրեշտակներում ներկայության մեջն է որ այդ կլավոր։ Սոցիալը մտածի մենք գրագին վրան ենք կպաշտենք որ քարնուգը չենք սվարվիր այդ գրագը մաշող գրակ ճուրերը չեն գրնար մարել մենք սիրո մեջ դերոջը գվայլենք որ գսիրենք որ գսիրվինք որ բայց իրենք այդ զումպի գրագին դագն են աբագեղեն զովը աբագի նման է մենք իրենք չենք տեսնար բայց իրենք մեզի կտեսնան մեկ կողմանի հայելի նման մենք կվայլենք որ այդ սերը ավելիով այդ կփորփոքվի որ իրարու հետ դերը պաշտելու սիրելու իրենք կտեսնան որ հավերժ իրենց մինչև կյանքի հավերժության մեջ հայ չեն գտնալ որ մասնակցիլ այդ սիրո պաշտամունքի մեջ որով բաժանում մգա աբագիրեն զով մգա այսինքն նմանի այդ պատմությանը որ Աբրահամի Հիսուս եւ որ պատմեց Աբրահամի ծոցը գնաց այդ մեղավոր եւսավ բաժանում մգա բաժանումը ոչ թե բաժանումը ուրիշ դեր մնե այլ գտեսնան որ մեզի մենք իրենց չենք տեսնալ որ իրենք գրագի մեջ գայրին որ գուզեն որ քալա ճուրեն խմել չեն գտնալ որ իրենք դանչվին որ հավեր մենք չպիտի տեսնանք իրենց այդ տանջությունը բայց դերը հոն է ամեն բան ինքը թժող կա անգամ ինքը դիրաբեդություն ունի ամեն բանի վրա ինքը ասոնց դարաբանքը գրակ չէ որ ֆիզիկական գրակ մնի գրակը այն է որ դերոջը սերը չեն գտնար որ վայելել գրակը այն է որ իրենք գվարվին որ այդ գրակի մեջ ուզելով այն ինչ որ գրնային ունենալ եւ մերժեցին իրենց ազատ կամքով բայց հիմա չեն գտնար որ արգելք մգա իրենց համար եւ չեն գտնար իրենք այդտեղ մյուս կոմանցնի չեն գտնար մտնալ այդ հարաբերություն բայց մեզի տեսնալով ադիգա իրենց արդեն դանչանք է իրենք շատեր գսեն որ լավ է ես դժոխ կերտամ հոմ քեֆ կնեմ գբայլեմ ասուս մե հերու լամ ավելի լավ ասուս մե հերու չի լավ հոմ բիդի լան նույնտեղ բայց մեջը դագը վարվելով մենք վրան չսպարվելով ասո բաշտելով եւ այդ իրենք պիտի հիշեն հավերժության մեջ ինչ կրնային ունենալ եւ ինչ մերժեցին այս պատկերը կարեւոր է որ հասկանանք որ մեզի մղե ապաշխարության որ երկենք այս երկերը Մովսեսի երկը Քարնուգին երկը հիմա եւ հավերժության մեջ հիմա կվնեկը սկսի այս պաշտամունքը որքան մենք պաշտենք դերը նոր երկը Քարնուգին երկը երկելով մենք հաղթանակ կդանենք որ արդեն դարած ենք հաղթանակի թիրքեն մենք կորձենք որ երկրի վրա օքեյ ասիկա ասենք ուզեմ անցնել հաջորդ բաժինին որ մեր սալի գնորեն տնենք տեսնանք եւ հետևենք խնդրեմ այս միայն վավարացնես որ նկարները գերեվան որ այո շատ լավ է օքեյ ուրեմն մենք խոսեցանք այս առաջին համարերին, երկրորդ համարի մասին նա խոսեցանք։ 5-րդ համարը հասած ենք։ Նաև սուրբերը գանկնած են այնտեղ, սպիտակ անտեսներ հակած, անոնք մենք ենք։ Մենք ենք։ Եվ աբակային եւ երկինքի եւ երկրի վրա։ Աբակեղեն փարացի ձողը չէ, որ պետք է անոր վրա գանկնենք։ Հասկանաս միտքը, չէ։ Okay։ Եվ վերջի հիմա ուրեմն գսենք որ մենք կերքենք որ այս երկը, որ լսեցինք այդ երկին փարերը, 4-րդ եւ 5-րդ համարները Եվ վեճ գսենք որ այստեղ գփացվի որ այդ դեսա գսենք որ Հովաննես նորեն 5-րդ համարի հիմա մենք ասած ենք եւ այնտեղ գփացվի որ դաջարը եւ 7 հրեշտակները կպատրաստվին որ 7 հարվածները թասերը փերելու եւ թափելու երկրի վրա բայց իրենք սպիտակ հանթերցներ եւ ոսկեղեն ժաբավեններ հակած են իրենց կուրսկեր ուրեմն մենք ասիկա առաջին քուլուխի եւ որ սերդեցին հայտնության եւ անոնք որ գուզեն թող իդ երթան առաջին քուլուխի վիդեոն նային որ եթե լսեցին այնտեղ պիտի տեսնանք որ այնտեղ մարդու որդու նման մեկը գար որ կանգնած էր սպիտակ հանթերցներ հակած եւ ոսկեղեն ժաբավեն մուներ իր կուրսկի վրա այս հրեշտակները բարձր աստիճան հրեշտակներ բարձր աստիճան բատկամափերներ են որով այդ ժաբաբենին որքան բարձրությամբ որ կհագցվեր կամ մեջքի վրա կամ գուրծքի վրա իր աստիճանը ցույց կտար ինչպես որ 5 աստղանի աստիճան գլա 3 աստղանի 1 աստղանի աստիճան այս աստիճանները թիրքի այս հրեշտակներուն ճաշտոնին
որքան բարձր այդ ոսկեղեն ժապավենը հակված, այսինքն քառնուկին ամենաբարձր աստիճան առաջնորդներն են։ Հիմա չմոռնանք, որ այս հրեշտակները մենք ասենք նաև ունին երկրի վրա միջոցներ, որում միջոցով պատգամաբերներ են, հովիվները, եղիսխոբոսները, կաթողիկոսները, ուսուցիչները, եւ որ մենք կսորվեցնենք եւ կհրճակենք այս բաները, երկրի վրա այնինչ որ երկինքի մեջ կլա, որ երկրի վրա կսկսի որ հաստատ։ Չէ, մենք կհաղթենք, որ թող քու թակավորությունդ կա երկրի վրա, ինչպես այստեղ մենք կտեսնանք երկինքի մեջ։ Ուրեմն մենք միջոց կլանք, որ դերոջը հրճակելու ինչ որ երկինքը կլա, որ երկրի վրա հանդանա։ Եվ մարդկանց հոգիները պատրաստվի, այո, Թադաստանին։ Եթե Թադաստան չլար, ուրեմն Աստված արդար չէ։ Ասել է, որ ամեն մարդ ուզածը պիտի նե բոլոր յանքի ընթացքին, բոլոր բազմության մեջ, եւ ամեն մարդ պիտի փրկվի, ուրեմն այդ ինչ սեր է, ինչ արդարություն է։ Արնուկը արդարը լալու պատճառը պետք է բաճե անարդարություն։ Այո, ողորմություն ունի, բայց այստեղ արդեն հասել այնտեղ, որ 7-րդ հրեշտակը փողը հնչած է եւ հիմա 7-ը մեկեն այս հրեշտակները պիտի թափեն հարվածները։ Շատ շուտ։ Եդև։ Եւ գսե որ այստեղը գենթանի այդ էակները, գիշես ու 7-րդ համարի մեջ, այստեղ ուր տեսանք այդ 4 էակները, 4-րդ քուղի մեջ։ Այո։ Այնտեղ քառնուկը հրամանդվավ էակներուն, էակները այդ 4 ծիերուն արձակեցին, էակները նաև միջոց եղան պաշտամունքի առաջնորդելու, շատ մեծ թեր կխային, այն որ արուձի նման է, այն որ հորտի նման էր, այն որ մարդու նման էր եւ այն որ արձիվի նման էր 6 թևերով, 6 եւ լիա աչքերով ներսով դուրսով, ասոնք շատ մեծ թեր կխան, բարձր աստիճան քերոպեները, սերոպեներն են, որ գուղին որ այս հրեշտակներուն կատարելու ինչ ընթացքի, պաշտամունքի ընթացքի։ Եվ գսենք որ այս 4 էակները կամ էակները այստեղ այո 4 էակները կարծագին որ 7-ը կատարյալ հրեշտակները որ կատարեն այս ընթացքը 8-րդ համարի մեջ գսենք որ բոլոր դաջարը լեցվեցավ զուխով եւ ասո փարքով եւ իր զորությունը պատճառով ոչ մեկը չէր կրնար մտնել տաճարը որ այս 7 հրեշտակները մինչեւ որ իրենց փարգությունը արձակեն այս պատկերը մեզի նորեն պատկեր մնե ասիկա երկինքը տաճարը չի վիդելա տաճարը մենք ենք քառնուկն է երկինքի տաճարը հայտնության քիլքի 21-րդ գլխի մեջ մենք խոսեցանք անոր մասին վերջին մի քանի համարներու մասին մեջբերում հրած էինք անցյալին ով ուզե կրնա տեսնալ 21 գլխի մեջ չկա նոր երկինքի նոր Երուսաղեմի որ մենք ենք եկեղեցին է տաճարի կարիքը որով մենք ենք տաճար մեր մեջ կփնագի սուրբը այդ խոսած ենք այդ բոլորի այո անցյալի վիդեոները թող անոնք որ հետաքրքրված են երթան ետնային եւ գտեսնան ուրեմն այստեղ ինչ միտքի վրա հիմնված է որ այս տաճարը ձուխով կհավաքվի որ այստեղ ուրեմն 8-րդ համարի մեջ այս ձուխը գխորտանշե այնինչ որ Մովսեսին ասված ասած էր որ դաջարը պիտի շներ 5 դայարանի մեջ եւ այնտեղ դաջարը պիտի ունենար 3 բաժին կամ խորանը պիտի ունենար 3 բաժին սրբության սրբոց տարածքը եւ քավիթը եւ ով որ կանայաբեդը պիտի մտնար սրբության սրբոց տարածքը դարի մեկ անգամ բայց չմտած այնտեղ պիտի խնգարգեր որ լեցվի խունգով այդ փարքին մեջը կարողանա մտնալ այդ ամբը այդ ձուխը այդ խորտանշե սրբության սրբոց այնտեղ մարդ դերոջը ներկայության մեջ չեր կրնար մտնալ 30 դերոջը տեսնալու որով իր փարքը այնքան հզոր էր որ պիտի մեռներ այդ անձը կանայաբեդը գմերներ եթե սխալ ցեվով մոդենար այդ դարին մեկ անգամ բայց մենք կհիշենք որ մեզի համար այդ տարածքը փոխապերական միտքով այո հացվեցավ այդ եւ որ Հիսուս խաչի վրա մեռավ
այդ տաճարի վարակույրը բացվեցավ, միտքը այն էր, որ հիմա մենք ունենք այդ միջոցը մտնալու այդ սրբության սրբոցը, հոգևոր այդ երրորդ ոլորտը, երրորդ երկինքը, որ հիմա դերը կբնակի, համարձակորեն Եբրայեցիս 4 գլուխը 12-13 համարները գսե, եւ ծեր գարիքի ժամանակ մտեք այդ տարածքը համարձակորեն դերոջ մի շնորհք խնդրել։ Սուրբերուն համար բացված է այդ տարածքը, բայց այստեղ կներկայացվի մեզ կհիշեցնի, որ այս մինչև որ չկատարվի այնքան փառությունը պիտի դերոջը սաստիկորեն կա, որ մինչև չավարտվի այս բոլորը, այդ տարածքը, այդ միջոցը պիտի ցևով մփակվի։ Այդ ասիջանի մի հասնի։ Ագընթարկի մեջ, ագընթարկ, ոչ թե ասան երկար դարիներով, բամը պիտի տևե։ Այսօր բոլոր մեջբերումները գրնան անոնք որ գուզեն դերակաղնել, միան պիտի նշեմ, որով ժամանակ չկա մեկ-մեկ, այս եթե սերդողություններ օրմա հավաքային եկեղեցիներու մեջ ունենք եւ դասընթացներու ցևով գրնանք նաեւ, բայց դերերը պիտի ասեմ, որ մարդիկ կերտան իրենք, եթե գուզեն ավելի օր բրբտել, Ելից քիրքի 25-րդ գլխու 31 համարի մեջ այնտեղը բատկերը գա այդ շուկը գա կամ օրինակը գա այդ տաճարին եւ թվոց քիրքին առաջին գլխու 50 համարի մեջ եւ այդ парքին մասին կխոսվի, որ տաճարը գլեցվեր Ելից քիրքին 40 գլուխը 34-ին 35 համարները, որ մեկը չեր գրնալ մտնալ այնտեղ գսե Մովսես նույնիսկ չեր գրնալ մտնալ եւ առաջին թագավորած 8-րդ գլուխը 10-11 համարները, որ նույնիսկ քահանայապետը չեր գրնալ այնտեղ մտնալ եւ այս փարգություններում մասին Աստծո փարգությունը իր բաժակի մասին հիշված է Սամոս 75-ի մեջ 8 համարի մեջ եւ Եսայիա մարգարեության 51-րդ գլխուն 17 համարի մեջ։ Ասե Երուսաղեմը խմեց իր այդ բաժակը Աստծո փարգության։ Եվ հիմա Քրիստոս է որ այս նոր դաջարի մեջը ինքը իբրև քահանայապետ քարնուգն է, որ գիշխե, որ կթակավոր է, իր փառքովը գերևնա, այդ ալ Եբրայեցիս քիրքին 8-րդ գլխուն 1-5 համարներու մեջ եւ 9 գլխուն 11-12 համարներու մեջ հիշված է, որ նոր դաջարն է այնտեղ, քարնուգն է, Քրիստոսն է, Մեսիան Հիսուսն է, որ այնտեղ ինքը նստած է արդեն մտած է այդ տարածքը եւ մեզի բացած է ճամփան եւ հայտնության 11-րդ գլխուն 19 համարի մեջ այնտեղ խոսեցանք, որ այնտեղը դաջարը կբացվի եւ ուխտի տաբանակը գերեվա։ Նայեք, ասոն բոլոր 5 դագարանի պատկերներ են, որ հայտնության քիլքի մեջ մեզի հիշեցնելու, որ մենք ուր մտածենք, մենք ինչ կվայելենք, որ մենք ինչ ազատություն ունենք, ինչ բաներ մեզի կբացվի, որ մենք կտեսնանք, որ հոգու աչքով հայտնությունները, որ բացված չէ անոնց, որ վիշապին կպաշտեն։ Ասոնք շատերը կսպասեն, որ դաջարը պիտի շնբի Երուսաղեմի մեջ, փառացիորեն, եւ շատ մը քրիստոնյաներ, որ սիոնիստ քրիստոնյաներ են, անոնք կգարձեն, որ դաջարը պիտի շնբի Իսրայելի մեջ, Երուսաղեմ, այնտեղ ներանդեն պիտի իշխե, այնտեղ պիտի երթան ամեն մարդ տարի մեկ անգամ պիտի պաշտեն եւ այլն, այս բոլորը նորեն պիտի կրկնվի, հազարամյա պիտի լա եւ այս բաները նորեն մեկ-մեկ երկրի վրա պիտի լա եւ այնտեղեն ի վերջո Հիսուս պիտի իշխե։ Այս բոլորը արդեն Հիսուս կատարած է, խաչի վրա եղած է եւ Հիսուս երկինքեն իշխեգոր եւ մեզի համար բացած է թուրը, որ մտնանք, վայելենք, տեսնանք ինչ կլա որ երկնայիններու մեջ, որ հրճակենք այն ինչ որ երկնայիններու մեջ կլա որ երկրի վրա հիմա։ Դա մեծ տարբերություն կա եւ եթե գիշես Հիսուսը ասավ Սամարացի գնոջ 4-րդ գլխու մեջ Հովաննու ավետարանին, որ եւ որ Սամարացի գինը ասավ, եւ որ Մեսիան իդ կա մեզի պիտի բացադրի ասփաները եւ Երուսաղեմ դաջարում ոնդեղը մեզի պիտի ասավ Հիսուս որ ով գին դերը Աստվածը արդեն կփնտրեք որ պաշտոններ որ հոգիով եւ ճշմարտություններով կպաշտեն ոչ թե դեղն է ոչ թե դաջարն է ոչ թե այդ տարածքն է այլևս կարևոր թուն եւ ես սիրելի ընկերներ սիրելի եղբայր եւ քույր սիրելի մենք կպաշտենք կորդերը հոգիով եւ ճշմարտությունով այսօր
Այս քիրքը եթե չենք կարդալ, չենք ընթերցել նույնիսկ, արդեն մերժած ենք այդ պաշտոնում, որով դերը մեզի հրահան կրած է, որ կարդանք, լսենք եւ մեր սրտերում մեջ բանք այս քիրքին խոսքեր, որը եթե չենք բահեր, ինչ են մեր միտքերը պիտի նորոգվի, ինչ են պիտի գիտնանք վերին բաները ինչի մասին է, ինչ են պիտի կարողանանք գադարել այն ինչ որ դերը հայտներ է մեզի, բայց չենք կարդալ եւ չենք հետևի։ Անորոշ շատ շեշտեմ, շատ կարևոր է, որ ենթարկվենք այս հատերոջը պատվիրանն է։ Սավ սորվեցուցի Հիսուսը սավ կացեք բոլոր ազգերը աշակերտեցեք եւ սորվեցուցեք ամեն ինչ որ ես իրենց ասի։ Ասալ մեջը կին այդ ամեն պատվիրաններում, որ գարթանք, լսենք, մեր սրտի մեջ պահենք եւ սկսենք ապրիլ, ենթարկվել այս քիրքին հայտնություններում խոսքերը կորցնական իրարելով դարձնենք մեր կյանքի մեջ բաժին։ Okay, so հիմա ասենք վերջին համարին, դեսե ուրեմն պիտի տեսնանք այսօր հաջորդող քուլուկը 16-րդ քուլուկը հաջորդ անգամ, որ ինչ պիտի կատարվի եւ որ այս 7 հրեշտակները մտնան եւ սկսին կամ թափեն այդ սկավառակներու, այդ բնակներու թասերու մեջի փարգությունները երրի վրա 16-րդ քուլուկը եւ շատ լուրջ հարվածներ պիտի կան, լավ է որ լսենք, որ լավ է որ նաեւ ուշադիր ենթարկվենք Տերոջը կամքին, որ իր գամքը կատարենք այս վերջին օրերու մեջ որ գաբրենք, վերջին օրերը լալով Քրիստոսի առաջին քալուստեն, մինչև երկրորդ քալուստը չգիտնալով վերջին վարյանը որ պիտի կա Հիսուս։ Մեկը թող մեզի չփորձե օրը կամ ժամը։ Հիմա այստեղ կուզեմ ավարտել եւ Yet քեզի փոխանցել կարի եթե հարցեր կամ բանունի ասելու։ No, շատ հստակ էր, բարձրապես հետաքրքրական էր, որ ինչպես քիչ առաջ երկկոցը միացուցիր երկրորդ համարին, ինչպես ադիկա վստահ բավական research-ներ արածես։ Բարձրապես մեզի գնացել ինչպես ադիկա արիր Okay, ուրիշը որ գիտե հիմա, ասարցումս կրնա շատ միամիտ հարցում գտնալ, բայց մեր բոլորին գոմե կարծեմ ինչպես գրծար գաբել։ Ուրեմն ես ադենին գսեի, որ այս երկու քիրքերը ամենակիչ ընթերցված եւ քիչ սորվեցուցած հովիվներուն գոմե քիրքեր են։ Մեկը Երկերկոցն 5 դագարանին, որ ունի շատ խորը իմաստներ եւ մենա հայտնության քիրքը նոր դագարան է։ Եվ սկսա մտածել շատերը ադիկա կարնեին եւ սերային հարաբերություններ բաներ գացելով շատ հովիվներ չեն ուզեր սորվեցնել, չեն ուզեր կարդալ, չեն ուզեր ժողովրդի գցան ադիկա թող անհատներ կարդան իրենց համար եւ սերային միտքերու ինչպես քրիստոնյաներ գրնան սերային հարաբերությունները ավելի բաններ բարելավել Բայց ես սկսա մտածել, եւ որ Հիսուս կուգասի 24-րդ քուխուն մեջ 25-27 համարները եւ 44-ին 45 համարներու մեջ ասա որ ամեն ինչ որ գրված է հին ուխտի մեջ, օրենքի մեջ, քրություններու մեջ, սամոսներու մեջ եւ մարգարեներու մեջ իմ մասին եւ իմ չարչարանքներուս մասին է ասա։ Ուրեմն ես այս քիրքը պետք է այն ցեվով հասկանամ, ինչպես որ Քրիստոս պիտի ուզեր որ հասկանամ Ինչ կա ասոր մեջ իր չարչարանքներու մասին, իր հարության, իր հարաբերության, իր եկեղեցին եւ իր միջև։ Եվ որ հայտության քիրքն կգարթայի նորեն դեսանք այնտեղը հարցը կտեսնանք եկեղեցին է, որ քանի անգամ սկիզբեն մինչև վերջը պիտի տեսնանք հարցի մասին է։ Եվ իր հարաբերությունը քարնուկին է։ Եվ գամ բորնիկին, որ Բաբելոնն է, որ քաղաք մը խորհրդանշվի եւ վիշապին հետ։ Քարնուկը եւ իր նոր Երուսաղեմը, որ իր հարցն է եկեղեցին։ Եվ այս է որ դեսա որ երկերկոց քիրքը վերջին քուլուխը, այդ 8-րդ քուլուխը շատ հետաքրքիր է ինչպես կավարտվի, եթե բանաս այնտեղ մեկ վարյան, գաբ ինձ ավելի սկսավ հստակ լալ եւ ավելիով սերդեցի եւ նույնիսկ շատ գփափակին նորեն Սորվեցնել այդ քիրքը, ինչպես հայտնություն հիմա գնենք, գաբելով ընդհանուր քիրքը հայտնության քիրքին հետ, այստեղ ժամանակ չունի գնելու, որով արդեն առաջ պետք է երկերկոցը սերդենք, որ հասկանանք ինչ
իմաստներ կան, որ պատկերներ են եւ փոխաբերական միտքեր ունին Քրիստոսի հետ, վերջը հայտնության քիրքը սերդենք եւ իրարու միացնենք։ Բայց նաեւ որ վերջին համարներում մեջ ինչպես գավարդե Սուլամիդը, այսինքն Սողոմոնի գինը, վերջին համարը 8-րդ քուխուն, մեկ հատ կրնաս ընթերցել այդ։ Սիրո։ Շուտ ռե ով իմ սիրականս ու խնգապեր լերներուն վրա այդ ձյամի կամ եղնիկներու ցակի նման եգուր։ Okay, հիմա ուզեմ որ հայտնության քիրքին 22-րդ քուլուխը բանաս, որ վերջին քուլուխն է, եւ նայես որ այնտեղ ինչ կսե հարս եկեղեցին, որ Քարնուգին ինքը գխոսի, գսե 17 համարը, առաջ 17 համարը գարթա։ Եվ հոգին ու հարսը գսեն եգուր, եւ անոր գլսե թող ասե եգուր, ու անոր ծարավ է թող կա, եւ անոր գուզե գենած ճուրը թող ծրի առնե։ Եվ պատասխանը 20 եւ 21 համարները։ Մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքը ծեր ամենուն հետ ըլլա ամեն։ 20 համարը 20 այս բաներուն վկայություն դվողը գսե այո շուտով կուկամ ես ամեն եգուր Տեր Հիսուս։ Կտեսնես Եգուր հարսը երկերկոցի մեջը հրավիրե որ Փեսան Սողոմոնը Եգուր աջամի նման լերներու վրա են անսիր Եգուր կարոտել եմ քեզի գսեգոր նույն միտքն է որ այնտեղ Սողոմոնին գսեգոր Սուլամիդը որ կխորտանշե Իսրայելը եւ Եհովա Յահվե Աստվածը նույն միտքն է որ հայտնության քիրքի մեջ հարսը եկեղեցին գսե Քարնուգին Եգուր կգանչեգոր Եգուր գուզենք որ շուտով քաս կարոցած են քեզի այս բաները մտքիս մեջ եւ շատ ուրիշ մեջբերումներ կա հիմա երրորդ քուլուխը ըրինք եւ որ գսե թուրը կգանքնիմ եւ կթակնեմ այլ երկերկոց են շատ ասանք միտքեր կան որ վերջապես հասկացա այս բոլորը իրարու կապված է այդ հայտնության հոգի կարիքը կա որ հասկանանք ըստ Քարնուգին հետ կապված այսօրվա մեր հարաբերությունը եւ հայտնության քիրքը եւ երբ որ երկուքը միացնես հոյակապ խորունկ եւ համագերբող հայտնություններ կուք միան այսօր միան մաստիկ մհամդեսեցին Քանի դարի արած է հետդ որ սենք այս աշխատանքը անես ուրեմն գիտեմ որ ես պատմեցի ես սկիզբը ինչպես ես այս քիրքին հետ առնչում ունեցա կրնամ ասել 16 տարեկանից ի վեր չեմ ասել մինչև քանի տարիներ կամ ասեմ լավ կարելի քանի տարիներ անցել է 40-ն ավելի տարիներ բայց սերտողությունս այս քիրքին կրնամ ասել վերջին 30 տարիներ ավելի խիդորեն եւ երկերկոցնալ ավելի խիդորեն 2000 թվականին որ Հայաստան կացած էի այնտեղ արիտներ ունեցա հին մեկնաբանություններ գտնալու մատենաթարանը որ նեսես շնորհալին գրած է դաթեբացին գրած է եւ տարբեր այս մեկնությունները արի երկերը որ դեսա որով այդ քիրքը չընթերցվիր արաքելական եկեղեցի մեջ կրնալա 1-2 համարները ասվի բայց չի ընթերցվիր ոչ ա երկեր կամ որ գերկցվի հատկե ոչ ա հայտնության քիրքը կընթերցվի Սոսի որ այս երկուքի ինձի ինչ մեր հայ ազգը որ 1700 դարվա պատմություն ունենք ինչ իդինք այսոնց աս քիրքերու մասին բնավ մեր հայրերը փամը չեն գրած եւ որ բրբդումները ըրի քեզիսի կդա այդ քիրքերը որ ինչքան մեկնություններ կան բայց մեկը չի կործածեր չսեր չի խոսիր բայց ինչ եղած է չեմ ասել որ այդ քիրքերը առնված է Բաշտամունքի բանի մեջ արարողության մեջ առանց խոսքեր ասելու այդ Բաշտամունքի խորհուրդները մեջ կան այդ բոլորին բայց խոսքերը չկան բայց մեկը չկա որ սորվեցնի մեկը չկա որ ասե որ ինչպես այս բոլորը նույնիսկ չափածոներ կդա որ այդ երկոցը չափածո դարձուցած է մատենաթարանի մեջ հայտնության քիրքի մասին ասի Ներսես Լամբրոնացին 10-րդ թարուն մեկնաբանություն գրած է այստեղ սկսա ավելի բրբդեն եւ ժամանակ ունեի այնտեղ մատենաթարանը քիշեր սորե Գաբրիելի ադեմը Հայաստան ուրախ եմ որ 7 տարի գրծա ապրիլ եւ փապակին նորեն երթալ եւ այնտեղ
սերտողություններ ընել այս քիրքի շուրջ, ոչ միայն հայերուն, արևմտահայերենով, այլ նաև այլ ազգերուն, որ Պարսկաստանին, Հնդկաստանին եւ դարբեր ազգերեն Ուկրաին Հայաստան անգլերեն լեզու։ Շատ ուրախ եմ, որ այս բաները ասվածից իշվրած է, հիմա գուզեմ, որ Կանադայի ալնել եւ համայն աշխարհ լսեն։ Իսկ այս ամեն դարիներուն ընթացքին, երբ որ գսերդեյր եւ երկոց եւ հայտնություն, բնավ եղած է մարդիկ, որ ծաղրած են քեզի կամ չեն կաչալերած։ Անշուշտ նույնիսկ Հարցազրույցի վերածվեցավ։ շատ բան provocative հարցումներ գալցնես, բայց այո, եղած են ասի քահանաները սկիզբ մանկության տարեկանից որսին ամանջանում այդ քիրքը մի գարտար շատ հիմա դու մյուս բոլոր քիրքերը գարտա արդեն անոնք սորվե հետո այդ քիրքը հաստիսնը գարտա չէին ինձ քաչալերած որ գարտամ եւ մեկնաբանությունները չկար այստեղ Կանադա որ հայկական մեկնաբանությունը ստիպված օդար մեկնաբանություններ ու քացի եւ շատ սխալ բաներ սորվեցա ասած եմ քեզի սխալ դերեր գտանի այդ մեկնաբանությունը շատ հայկական մեկնաբանությունները ավելի առողջ են քան այս արևմտյան աշխարհի մեկնաբանությունները բայց հիմա արդեն հայերու մեջ նապատած է այդ մեկնաբանությունները սխալ մեկնաբանությունները նաեւ ես հովիվներ ունեցած եմ մեր դարբեր համայնքներու մեջ չսեմ ամեն համայնքները բայց ամեն համայնքներու մեջ եղած ամանջանում այդ երկերկոցի ինչու կգարտաս ադիգա այդ քիրքը թող չընթերցրի ադիգա շատ անտեղը սրբության սրբոցն է այդ ցևով ներկայացված է ռափիներուն կողմեն որ արագած քիրքը բանը ժողովողի քիրքը քավիտն է արագած քիրքը սրբության դարածն է սրբ եւ երկերկոցը սրբության սրբոցն է 5 դակարանի այդ ցևով այսինքն կմտնաս որ սուրբ դերմը մաքուր միտքերով պիտի մտնաս այս քիրքին մեջ ոչ թե բիղծ բաներ խորելով եւ հայտնության քիրքնալ ասած են այդալ ինչ կսորվեցես դոմսը արիր դերեստին զմված ես ես պետք չունիմ քիտնալու ինչ բիլա աբակային ամեն այդ քեշ բաներ գվախնամ կարդալու սարսափելի է ասի չէ ընդհակառակը քաչալերական է որով անոնք որ գավադան այս հարվածները մեր վրա աստեցություն չունին մենք հաղթանակի թիրքեն գաբրինքոր Երանի անոնց որ կգարտան եւ գլսեն եւ սրտի մեջ կբային եւ կկատարեն Երանելի ես ամեն նոյի օրինագին հետևած ես նոյի օրինագին հետևած ես Ագնալալ 120 տարի դա ասված ինձ որ դառնագեմ կարոզը բայց կուսամ քոնի մի ոգի ապաշխարի անոր ոչ մեկը չապաշխարեց բացի բոլորնալ շատ է որ գաբաշխարին որ եւ փառք կդամ եւ թիվը պիտի շատնա ավելի որ կլսեն որ Աստծո խոսքը եւ անհնարին է որ լսեն եւ Աստծո խոսքը մուրջի նման է կքանթե նրա գարձացած սրտերը եւ կփշրե որ Աստծո ընդունին եւ իրենք ունենան այդ ուրախությունը որ թուն եւ ես ունին այսօր Աստված հավատարիմ է եւ պիտի նե բոլոր ընտանիքին անդամները ասկականները բարեկամները բոլորնալ Պիտեր քերեցիկ բادگերներով մեզի բացատրեցիր մտի գրազատենս ինքս գերեվագայե գոր ֆիլմերու մեջ եմ գիտես այս բացատրություններոդ մեջ շնորհակալ եմ ժամանակիդ փառք Աստծո քեզի համար եւ ինչ աղոտ կուզեսանել ժողովրդին Կար աղոտ մնին գավարդը Դեր Հիսուս հիմա գտեսնանք այն պատկերը որ գրագից զումփի այդ դիջի բանը ապագերեն զովը որ սուրբերը լարերով գերքեն կպաշտեն քեզ մենք ագուզենք այդ պաշտամունքի մեջ քեզ պաշտը բայց գիտենք նաև որ դեր թուն արդարես թուն պիտի թադես շադերուն անշուշտ Թադաստանի մեջ քվորմություն հիշե այսօր դեր ժամանակ կա որ մարդիկ փրկվին խնդրեմ հայր գանչե մարդկանց այսօր ապաշխարելու մեզի միանալու եւ շարունակելու այս ջանաբարորդությունը հայտնության քիլքի մեջ եւ կարողանանք մինչեւ ավարտը հասնել եւ ասել եկուր դեր Հիսուս Եկ դեր Հիսուս հոգին եւ հարցը գսե եկուր շուտով եկուր եւ ուզենք քուցայինը ասել ես շուտով գուքամ որ այս բոլորը հիմա քեզի գանցնենք եւ գանցնենք Հիսուսի սուրբ եւ բաբական անունով անունոր եւ որդու եւ քույր սրբո ամեն ամեն Գտեսնվենք քաշապատ մնացեք օրնված Ցդեսություն